Հիմա բարև ձեզ։ Մենք Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախմբի արտիստներն ենք, Ջութակա Հարեմ ես եւ Ալտահարուի Արևիկը։ Բարև ձեզ։ Մեր նպատակն է, որպեսզի դուք աշակերտներդ ավելի մոտ լինեք դասական երաժշտությանը։ Իսկ լսել եք դասական երաժշտություն երբևէ։ Կեցեք։ Սիմֆոնիկ նվագախումբը իր մեջ կազմված է ամենատարբեր գործիքներից։ Ուրեմն այդ գործիքներից երկուսը իմ եւ Դավիթի գործիքներն են։ Ո՞վ ասեց այն։ Թող ձեր բարձրացնեն, այո, դուք գիտեք, ալտը ինչով է տարբերվում ջութակից։ Եկեք իրար կողք դնենք։ Ավելի մեծ է, հետեւաբար ձայնը մի փոքր պետք է ավելի այսպես հաստոտ, այո։ Լավ է։ Դասը հետաքրքիր էր, քանի որ երաժշտական դպրոցի հաճախում եմ, ավելի հասկանալի էր իմ համար, ընդհանուր առմամբ շատ լավ անցավ։ Ինձ հետաքրքիր էր, թե ինչպես են նրանք կարողանում հավասարաչափ նվագել։ Այսօր մեզ այցելել են սիմֆոնիկ նվագախմբի անդամները եւ մեզ ներկայացրեցին գործիքները, գործիքակազմը։ Շատ հետաքրքիր էր այն հատվածը, մասնավորապես, երբ երեխաներն էին նվագում ու ընդհանուր առմամբ այս դասը ինձ շատ դուր եկավ, մանավանդ երբ վերջում առաջարկ ստացանք նրանց համերգին ներկա գտնվել, ինձ թվում է շատ հետաքրքիր կլինի։ Երաժիշտների կատարումը շատ բարդ էր եւ շատ գեղեցիկ էր։ Ես շատ տպավորվեցի այս ստեղծագործությունից, քանի որ այն շատ հիասքանչեր։ Զանգերով սիմֆոնիան ինձ շատ տպավորեց, շատ անգամ լսել եմ, բայց կարճ հատվածներով, ինքը ստեղծագործությունը երկար էր, դրա համար չի հաջողվել երկար լսել, շատ տպավորված եմ, ամենից ինձ շատ դուր եկավ։ Սա իմ առաջին անգամն էր հաճախելը դասական երաժշտություն լսելու, ինձ շատ տպավորեց Արամ Խաչատրյանը, Արամ Խաչատրյանի երգերը, դրա համար ես կփորձեմ շատ էլի գալ։